Ինչպես անցյալ անգամ էլ ընթերցեցինք, Հոբ մարգարեն այս խոսքն է ասում, Հոբ 6-րդ գլուխ 30 համարն ասում է. Միթե իմ լեզվիս վրա անիրավություն կա, միթե իմ քիմքս չար բաները չի կրնար զանազանել։ Միթե իմ լեզվիս վրա անիրավություն կա, միթե իմ քիմքը չար բաները չի կարողանում զանազանել։ Պետք է զանազանի, պարտավոր ենք զանազանելու։ Չենք կարող ամեն ինչ, որ մատուցվում է մեզ Հիսուսի անունով, ընդունենք, համտեսենք, կուլ տանք։ Սուրբ Գիրքը բազմիցս մեզ զգուշացրեց, Տեր Հիսուս Քրիստոս ինքն անձամբ զգուշացրեց, զգուշ եղեք սուտ մարգարեներից, ասում է, որովհետև շատերը պիտի գան իմ անունով։ Տեսեք, շեշտում է, իմ անունով պիտի գան։ Սա նշանակում է, ինձ պետք է ներկայացնեն, իմ անունը պետք է ներկայացնեն, իմ անունից պետք է խոսեն։ Զգուշ եղեք։ Ուրեմն մենք քրիստոնյաներս պետք է այս հարցին անդրադառնանք։ Պետք է մեր հոգևոր զգայարանները ավելի զարգացնենք ճանաչելու համար, հասկանալու համար, տարբերակելու համար, ինչն է բարուց, ինչն է չարից։ Մեր քիմքը պետք է կարողանա զանազանել այն ամենը, ինչ որ Տիրոջից չէ, եւ այն ամենը, ինչ որ Տիրոջից է։ Տեր Հիսուսն ասեց, քննեցեք գրքերը, ճանաչեք ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը ճանաչելով է, որ մենք կարողանալու ենք սուտը հեշտությամբ տեսնել, հասկանալ։ Պողոս առաքյալը, երբ լքում էր Եփեսոսը, Եփեսոսի եկեղեցու եղբայրներին, հովիվներին նույնպես զգուշացրեց, ասաց, իմ գնալուց հետո շատերը պիտի մտնեն, հոտից ներս պետք է մտնեն եւ վնաս պիտի տան, գայլեր գարան դիմակով պետք է մտնեն եւ ասում է ձեր միջից էլ պիտի դուրս գան եւ պիտի ջանան անգամ աշակերտներին մոլորեցնեն։ Սա նշանակում է վտանգը իրական է, վտանգը կա եւ մենք այսօր 21-րդ դարում կարծես 2000 տարի հետո տեսնում ենք, որ այդ վտանգը չի թուլացել եւ ընդհակառակը, քանի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը մոտենում է, այնքան մոլորություններն ավելի են շատանում, ինչպես մարգարեացավ Աստծո խոսքը։ Ուստի մենք քրիստոնյաներս պետք է պարտավոր ենք զանազանել, ճանաչել, որովհետև փորձությունը, գայթակղությունը ամեն քայլափոխին կա։ Եթե սրանից մի 30 տարի առաջ շատ հստակ էր, շատ պարզ էր աղանդը որն է, մոլորությունը որն է, մենք անուններով թվարկում ենք, հիմա սատանան փոխել է իր գործելավ ոճը, իր տակտիկան, իր ռազմավարությունը։ Նա բացահայտ մոլորության անունով չի հանդես գալիս, որ մեզ մոտ արդեն բան կա, չէ, եթե մեկը ներկայանում է մեզ Եհովայի վկա, արդեն մի տեսակ բան ունենք, այսպես ինքնապաշտպանական ազդանշաններ ենք ցույց տալիս։ Այլևս լսելու իրենց եւ այլն տեղ չենք տալիս։ Բայց հիմա չարի ռազմավարությունը փոխվել է։ Հիմա նա այնքան նմանեցրել է սուտն ու ճշմարտությունը իրար հետ, որ շատ դժվար է զանազանել, շատ դժվար է։ Ճիշտ Հիսուսի անունով մատուցվում է շատ լավ քողարկված կեղծիկը սուտը։ Եվ ցավոք սրտի շատ քրիստոնյաներ տրվում են այս գայթակղությանը, տրվում են այս մոլորությանը եւ չունեն այդ շատ կարևոր հատկությունը, որով պետք է օժտված լինի ամեն մեկ քրիստոնյա, պիտի աղոթի սրա համար, ճանաչելու օժտված լինի այս հատկությունը, որ զանազանի բարին եւ չարը, զանազանի այն ինչ որ Աստծուց է եւ այն ինչ որ Աստծուց չէ։ Մենք անցյալ անգամ խոսեցինք, որ նախ պտուղներն են վկայում մարդու ով լինելու մասին, պտուղներն են վկայում դիմացինի ով լինելու մասին, ավելին քան նրա բարձրակոչ ուրեմն հայտարարությունները։ Մենք ավելի հակված ենք
հրապուրվելու խոսքերի գեղեցկությամբ, քան նայելու կյանքի պտուղներին։ Այնինչ Տեր Հիսուսն ասաց, որ պտուղներից պիտի ճանաչեք։ Ոչ թե խոսքերի ճարտարությունից պետք է ճանաչեք, ոչ թե խոսքերի գրագիտությունից պետք է ճանաչեք, ոչ թե խոսքերի ճոխությունից պետք է ճանաչեք, կամ լավ բաներ ասելով պետք է հրապուրվեք ու ճանաչեք, այլ պտուղներից պետք է ճանաչեք։ Ուրեմն մենք եկանք այն եզրակացության, որ կյանքն ավելի բարձր է գոչում, ավելի բարձր է աղաղակում մարդու կյանքը, քան նրա խոսքերը։ Ուրեմն կյանքը։ Երկրորդ կարևոր մի ճշմարտություն, որի մասին ուզում եմ խոսել այսօր, ձեզ հետ թանկագին եղբայրներ եւ քույրեր, երկրորդ հորդորը սա է, հոգիները քննեցեք։ Քննեցեք հոգիները։ Սրա մասին Նոր Կտակարանը խոսում է։ Առաջին նամակ Հովհաննեսի 4-րդ գլուխ առաջին համարն ասում է. Սիրելիներ, ամեն հոգի մի հավատակ, հապա հոգիները փորձեցեք, թե արդյոք Աստծուծմե են, վասնզի աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ ելած են։ Ամեն։ Սիրելիներ, ամեն հոգի մի հավատացեք։ Հապա հոգիները փորձեցեք, կամ քննեցեք, կամ տարբերակեք, կամ զանազանեք։ Ամեն մարդ, որ գալիս է եւ Աստծո խոսք է ձեզ քարոզում, ամեն տեղ, որ լսում եք Աստծո խոսք, այդպես հեշտությամբ մի հավատացեք։ Ամեն քաղցր խոսք, ամեն քաղցր վերաբերմունք, ամեն քաղցրությամբ այսպես շոկոլադապատ մատուցված պատգամ, քարոզ, խոսք, հեշտությամբ այդպես շուտ մի ընկալեք։ Մեր քիմքը պետք է սովորի զանազանել ինչն է Աստծուց եւ ինչը Աստծուց չէ։ Մենք մեր մեջ չպետք է ձևավորենք այսպիսի ստերեոտիպեր, որ գիտեք ինչ, եթե այս անունն է կրում, ուրեմն Աստծուց է, եթե այս անունը չի կրում կամ եթե ուրիշ այսպիսի մի անուն է կրում, ուրեմն Աստծուց չէ։ Մենք չպետք է փորձենք ինքներս մեր ուղեղի մեջ ձևավորել այդ որոշ ֆորմաները, որի մեջ պետք է փորձենք տեղավորել, հա, ինչն է Աստծուց, ինչը Աստծուց չէ։ Սա շատ լուրջ քննության հարց է։ Ասում է հոգիները քննեցեք, փորձեցեք, արդյոք Աստծուծմե են։ Ինչու, որովհետև ասում է աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ ելած են։ Եթե հաջորդիվ համարները կարդանք, տեսնենք, որ այնտեղ ասում է, որ նա, որ ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած կդավանի, անիկա Աստծուծմե է։ Այդ ժամանակաշրջանում ագնոստիկների ժամանակաշրջանն էր, որտեղ չէին հավատում, նրանք չէին հավատում, որ կարա Աստված մարմին առնի եւ Աստված ընդհանրապես նյութեղենի հետ չի կարող հաղորդակից լինել, որտեղ նյութեղենը ինքը պիղծ է, մեղավոր է եւ Սուրբ Աստվածը չի կարող մարմին առած լինի։ Եվ այստեղ առաքյալը կոնկրետ այդ ուսուցման, այդ ուսմունքի դեմ է խոսում, ասելով, որ նա ով որ Հիսուս Քրիստոսին ընդունում է մարմնով, նա Աստծուծմե է։ Այն ժամանակվա խնդիրը դա էր։ Սա չի նշանակում, որ 2000 տարի այդ նույն խնդիրը պետք է մնա, որ մենք էլ տենց արդեն հեշտությամբ վարժված լինենք եւ զանազանենք, ասենք, հա, ուրեմն նա ով որ Հիսուս Քրիստոսի մարմնով եկած ընդունում է, Աստծուց է։ Մարմնով եկած կարող է ընդունի, բայց ուրիշ բաներ կարող է չընդունել։ Կամ ընդունի այնպիսի բաներ, որով որ Սուրբ Գիրքը չի ընդունում, կամ հատվածական է վերցված, կամ կոնտեքստից դուրս է մեկնաբանված, կամ այսինչ կամ այնինչ մարգարեի կամ հովվի կամ առաջնորդի դպրոցն է առաջ տանում։ Այսինչ կամ այնինչ ուսուցչի ուղղությունն է առաջ տանում, ոչ ամբողջական Սուրբ Գիրքը իր իմաստի մեջ։ Ուրեմն տարբեր դարաշրջաններում, տարբեր ժամանակահատվածներում մարտահրավերները տարբեր են եղել եկեղեցու առաջ։ Եվ մենք միշտ պետք է արթուն լինենք։ Չասենք, այստեղ առաքյալն ասում է նա որ Հիսուսին ընդունում է մարմնով եկած, այս դիմացին ընդունում է մարմնով եկած, վերջ, ուրեմն ընդունում ենք։ Այն ժամանակվա խնդիրը դա էր, այդ խնդիրն է մատնանշում, բայց չի նշանակում 21 դար հետո, գիտեք ինչ, այդ խնդիրը վերացել է։
20 դար հետո վերացել այդ խնդիրը։ Դարձյալ այսօր էլ կան ժամանակակից մոլորության յուրահատուկ ձևեր, որոնց հանդեպ մենք պետք է լինենք զգոն, ճանաչենք, հասկանանք։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որ կեղծիքն ու ճշմարտությունը այնքան միանման են, որ շատ դժվար է զանազանել, շատ դժվար է զանազանել։ Ուստի Աստծո խոսքն ասում է հոգիները քննեցեք։ Այսօր քարոզչության հարթակները շատ են, շատ են, ժամանակակից, ուրեմն սոցիալական կայքերի միջոցով, մեդիայի միջոցով եւ այլն, ամենուրեք քարոզվում է։ Տարատեսակ ուսուցումներ, տարատեսակ, եւ ես տեսնում եմ, որ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ դիտումներ են ապահովում այս տարատեսակ քարոզիչների ու քարոզների։ Եվ ցավոք սրտի տեսնում եմ, որ Աստծո հոտ, Աստծո ժողովուրդը չեն կարողանում զանազանել կեղծիքն ու սուտը։ Եթե մարդը ունի մեծաթիվ հետևորդներ իր սոցիալական կայքերում, քարոզիչն ունի մեծաթիվ հետևորդներ, դա դեռ ապացույց չէ, որ նա ճշմարտության քարոզիչ է։ Հանուն ճշմարտության Հիսուս խաչվեց եւ նրա հետևորդների թիվը շատ քիչ էին։ Շատ քիչ էին։ Այն հազարավորները, որոնք որ իր հետևից գնում էին, երբ որ նա հաց ու ջուր էր տալիս նրանց, խաչի ճանապարհին ոչ մեկ չկար նրանցից։ Մի քանի հոգիներ իր ընտանիքի անդամներից։ Ուրեմն պետք է զգոն լինենք, պետք է զանազանենք, պետք է հոգիները քննենք։ Մի գեղեցիկ պատմություն կա 5 կտակարանում, որ ուզում եմ այդ պատմությանը անդրադառնանք։ 4-րդ թագավորաց գիրք, 4-րդ գլուխ։ Միայն առաջին մի քանի համարները կարդանք, 8-ից 10-րդ համարները կարդանք։ Օրը, երբ Եղիսե Սունամայեն կանցներ, հոն երևելի կին մկար, որը ստիպեց, որ հաց ուտե։ Անկե ետքը, երբ անկե կանցներ, հաց ուտելու համար հոն կիչներ, ով Եղիսեն, ուրեր իջնում Սունամացի, այս Սունամացի կնոջ տուն էր մտնում։ Այն կինը իր երկանը ըսավ, երկան նշանակում է իր ամուսնուն, ասաց, ահա գիտեմ, թե սա Աստծո մեկ սուրբ մարդն է, որ միշտ մեր քովեն կանցնի։ Հիմա պստիկ վերնատուն մը շինենք, պատին վրա ու հոն անոր համար անկողին, սեղան, աթոռ ու աշտանակ դնենք, որպեսզի երբ մեզի գա, հոն իջնե։ Ամեն։ Եղիսե մարգարեն պատմությունից տեսնում ենք, որ հաճախակի էր անցնում Սունամա բնակավայրով։ Եվ մենք տեսնում ենք, որ այնտեղ մի կին կար, երևելի կին նշանակում է պատվարժան, հարգարժան, հավանաբար նյութապես ապահովված։ Ամեն անգամ տեսնելով, որ այս մարդը անցնում է իր քաղաքով, մի անգամ հրավիրում է, ասում է, արի մեր տուն, հյուրասիրվի, հաց կեր։ Հյուրասիրությունը արևելյան ժողովուրդներին բնորոշ հատկանիշ է եւ աստվածահաճո հատկանիշ է։ Մենք այս հատկությունը ունեինք ժամանակին, հիմա մի քիչ կամած տեղը մեր զիջում ենք, դառնում ենք ավելի եվրոպական ժողովուրդ, ավելի այսպես արևմտյան ժողովուրդ ենք դառնում։ Բայց ես հատվածի մեջ գիտեք ինչն է հետաքրքրական, որ նա իր ամուսնուն այս խոսքերն է ասում, այս Սունամացի կինը իր ամուսնուն այս խոսքերն է ասում։ Ասում է, ահա գիտեմ, թե ասիկա Աստծո մեկ սուրբ մարդն է, որ միշտ մեր քաղաքով կանցնի։ Արածը ինչ էր այս մարդու։ Ընդամենը քաղաքով անցնում էր։ Հրաշքներ չէր գործում, մեծ քարոզներ չէր տալիս,
ինչ որ մեծ ավետարանչական ժողովներ չէր անում, լայվ չէր մտնում, Facebook-ով, կամ TikTok-ով եւ այլն, այսպես մեծ քարոզներ, բան, հետևորդների հավելացնել եւ այլն, նման բաներ չէր անում, նա ընդամենը անցնում էր այդ քաղաքով։ Ընդամենը անցնում էր, բայց որտեղից որտեղ այս կինը տալիս է այս գնահատականը այս մարդու մասին։ Ասում է գիտեմ, որ այս մարդը Աստծո մի սուրբ մարդն է, Աստծո մարդն է սա։ Որտեղից իմացավ։ Ինչպես իմացավ։ Նա այս ճշմարտությունը իմացավ նախքան իրապես կառնչվեր նրա սրբությանը եւ այն զորությանը, որ բնակվում է նրա մեջ։ Որովհետեւ պատմությունը եթե կարդաք, եթե կարդացել եք, կտեսնեք, որ հետագայում մի մեծ հրաշք է տեղի ունենում։ Նախ, որ այս կինը երեխա չէր ունենում։ Այս կինը երեխա չէր ունենում եւ երբ որ Եղիսեին մի քանի անգամներ հյուրընկալում է, Եղիսեն մի անգամ ասում է, ինչ ես ցանկանում քեզ համար անեմ։ Եղեզին իր ծառային ուղարկում է, ասում է, գնա այդ կնոջն ասա, ինչ ես ցանկանում, որ անեմ քեզ համար։ Այն էլ ասում է, լավ է, գոհ եմ, մեր խոսքերով ասած, ասում է, չէ, ասա, ինչ խնդիր ունես, վերջը լուրը գալիս, ասում է, որ երեխա չունեն։ Անմիջապես այս կին առիթից չի օգտվում, ոյ, բան, իմ համար էս արա, այն արա եւ այլն։ Բան կիներ։ Երևելի կիներ։ Պատվախնդիր կիներ։ Ասում եմ մյուս տարի ժամանակ ձեր գիրկդ երեխա է լինելու, շատ ցավոտ տեղին է կպնում Եղիսեն եւ անգամ ասում է խնդրում եմ էլի քո աղախտին, քո ծառային կամ ինձ սուտ բաներ մի խոսա, որովհետեւ ասած այնքան ֆանտաստիկ ժանրից էր, որ ստին էր նման։ Հիմա մեկը կասի, «Յո, բա ասել էր Աստծո սուրբ մարդն, բա ինչ է այդպեսի խոսքեր ասում»։ Հերիքա քառակուսի մտածենք։ Մարդ ենք, մի օր էլ կարանք սխալվենք։ Մենք կարող է Աստվածանես բաներ ասի քեզ, որ դա ինչպես Սառան ժամանակին ծիծաղաց, երբ որ էլի Աստծո մարդիկը կամ Աստծո հրեշտակները, երբ որ Աբրահամին հանդիպեց եւ այդ բարի լուրը հայտնեց, ծիծաղաց։ Կամ ծիծաղ, այս ինչ էր խոսում։ Այնուամենայնիվ երեխան ծնվեց, իրականություն եղավ այն, եւ օրերից մի օր էլ մեռավ երեխան։ Երեխան մեռավ։ Վիշտ ցավ։ Եղիսեն գնաց այդ տունը։ Երեխային դրել էին Եղիսեի անկողնում, անկողնի մեջ։ Եղիսեն մտավ այդ սենյակը, դուռը կողպեց, փակեց, պարկեց այդ երեխայի վրա։ Զարմանալի կերպով։ Եվ երեխան կենթանացավ։ Բայց նախքան այս հրաշքները տեղի կունենային այս կնոջ կյանքում, այս կինը մի կարևոր բան էր նկատել այս մարդու մեջ։ Ասում է, սա Աստծո սուրբ մարդն է։ Կարծես այդքան ամբողջի մեջ, այդքան ժողովրդի մեջ ինքը առանձնանում էր, այս մարդը առանձնանում էր։ Հիմա թանկագինս նախ երկու բանին ուզում ուշադրություն դարձնել։ Նախ դու ամբողջի մեջ, ես ամբողջի մեջ առանձնանում եմ, թե ոչ։ Եվ ինչպես ենք առանձնանում։ Ամեն մեկս մեր բնագավառը ասենք, հա, մեր գործի մեջ։ Դու առանձնանում ես, ո՞նց ես առանձնանում։ Ինչպես ես առանձնանում։ Այն մարդը, որ նստեց քո տաքսին, տաքսուսդ իջնելուց այս վկայությունը տալու է, թե ոչ։ Այս մարդը Աստծո սուրբ մարդն էր։ Ճիշտ է, թե ոչ։ Դու ուսուցիչ ես, դու դաստիարակ ես, դպրոցում ես աշխատում, մանկապարտեզում ես աշխատում, չգիտեմ, կրթական ոլորտում ես աշխատում, քո աշակերտները, իրենց ընտանիքում, իրենց տունը ինչ են վկայելու քո մասին։ Ինչ են վկայելու։ Նայեք, չի ասում Եղիսեն շատ քարոզեց, շատ խոսեց, Աստծո մասին շատ ասեց, իրանք ինքն էլ ասեց, Աստծո սուրբ մարդն է, չէ, ընդամենը անցնում էր, չէ։ Ընդամենը անցնում էր, բայց այդ անցնել էլ կա։ Անհավատի անցնելը մի քիչ ուրիշ ձև է լինում։ Հավատացյալ վերստին ծնված քրիստոնյայի անցնելը մի քիչ ուրիշ ձև է լինում։ Հավատում եք, թե ոչ, ժողովուրդ։ Եվ ահավասիկ այդ հոգին ունեցող մարդը կարողանում է զանազանի այդ ամբողջի մեջ
խառն ամբողի մեջ վերադառնում ենք այն մեր նախկին, հա, քարոզաշարքին։ Այդ խառն ամբողի մեջ նա կարողանում է զանազանի, տեսնի, որ սա իրոք տարբեր է, սա իրոք ուրիշ է։ Սա իրոք Աստծո մարդն է։ Այդ ինչից է զանազանում։ Նա տարօրինակ ոչինչ չի անում։ Նա ձեռքերը վեր չի քայլում։ Նա այսպես չի քայլում։ Նա սովորական քայլում է, բայց իր քայլվածքը չգիտեմ ինչպես տարբեր է եւ Սուրբ Հոգին ունեցողը զանազանում է, տարբերում է։ Էն էլ է Հիսուսի մասին քարոզում, էն էլ է Հիսուսի մասին քարոզում։ Երկուսն էլ Հիսուսի անունը տալիս են, բայց Սուրբ Հոգին ունեցողը զանազանում է, ով է Աստծուց եւ ով Աստծուց չէ։ Մենք գալու ենք դրան։ Դա նաեւ շնոր է, դա նաեւ պարգև է։ Գալու ենք քիչ հետո։ Բայց այն որ Սունամացի կինը զանազանեց, քննեց, տեսավ, հասկացավ, որի ապացույց է, հետո տեսավ ինքը իր աչքով։ Դա փաստ է։ Դու զանազանում ես երկրորդը, որ ուզում եմ ասել, իսկ դու զանազանում ես, թե ոչ։ Դու հոգիները քննում ես, թե ոչ։ Թե այդպես, ով Հիսուսի անունը տվեց, վերջ։ Ճիշտ է, սխալ չի, լավ է։ Ինչ անենք, ախպեր ջան, ինքն էլ է, այսպես։ Այսօր մեր սեղանը շատ այսպես բազմազանն է, տարբեր լիքը բան կա դրած։ Դու կարողանաս զանազանել որն է օգտակարը եւ որն է վնասակարը։ Պետք է կարողանաս զանազանել։ Իմանաս ինչ ես ուտում։ Սունամացի կինը հետո պիտի տեսներ իր որդու հարությունը, բայց միջ այդ նա տեսավ իր որդուն կենթանացնողի ներսը բնակվող հոգին։ Այս ոչ թե հրաշքը տեսնես, նոր զանազանես, այլ դեռ այդ չեղած, այդ հրաշքները չեղած, այդ բացահայտ դրսևորումները, հայտնությունները չեղած, պարզապես այդ անցնող մարդուն նայում ես ու զգում ես, որ տեսնում ես, որ սա իրոք Աստծո հոգին ունեցող մեկն է, սա իրոք Աստծո մարդն է։ Առաջին Կորինթացիս 12, երբ նա 9 պարգևների մասին է խոսում, 9 եւ 10 կարդանք, որ տեսնենք, որ իրոք պարգևների շարքում մի պարգև էլ կա, որը կարևորվում է այսօր։ Մեկին հոգի իմաստության խոսք տրված է, ուրիշին գիտության խոսք, նույն հոգին տված չափով, մյուսին հավատք, նույն հոգիով, ուրիշին բժշկության պարգևներ, նույն հոգիով, ուրիշին հրաշագործություններ, ուրիշին մարգարեություն, հիմա լսեք, ուրիշին հոգիների ընտրություն։ Ուրիշին զանազան լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություն։ Բոլորն ուզում են լեզու խոսեն հիմա։ Հա, որտեղ ինքը մաքուր գերմաներեն է խոսում, բայց ինքը չգիտի, որ գերմաներեն է խոսում։ Բոլորն ուզում են լեզու խոսեն։ Բոլորն ուզում են մարգարեանան, այսպես գան, ասեն, որ մի տարի հետո քո հետ սենց բան է լինելու։ Եվ այլն։ Այսպես շատ բան, էլի։ Եսը շոյող պարգևներ են։ Այդ այստեղ մի պարգև կա, չգիտես ինչու, ոչ մեկ սրան չի ուզում անդրադառնա, որ նույն հոգին է տալիս, նույն ցանկի մեջ է, նույն չափ կարևոր է։ Այն է հոգիների զանազանություն, հոգիների ընտրություն։ Կարողանաս տարբերակել հոգիները։ Սա մի շատ կարևոր շնորհ է, որի համար մենք պետք է լինենք նախանձախնդիր, ինչպես շարունակությունն ասում է, որ պարգևների հանդեպ նախանձախնդիր եղեք։ Քրիստոնյաները պետք է Սուրբ Հոգու պարգևների հանդեպ նախանձախնդիր լինեն, աղոթեն, որպեսզի Տերը իրենց պարգևներով շնորհե։ Պարգևները, որոնք որ եկեղեցու շինության համար կլինեն, երկնքի արքայության հառաջացման համար կլինեն։ Ոչ թե պարգև, որը որ քո անձդ կշինես, այլ պարգև, որ Տիրոջի եկեղեցին կշինես։ Որտեղ այսօր Տիրոջի եկեղեցին խառը ամբոխ է։ Ու եթե մենք չունենք այս պարգևը հոգիների զանազանության, հոգիների քննության, եկեղեցին վտանգված է։ Հիմա օրինակ բերեմ, հա, տեսեք։
Արցախյան երկրորդ պատերազմի մեր պարտությունների գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր մեջ կային շատ դավաճաններ։ Ու մենք չգիտեինք կարծես դրա մասին։ Եվ ճիշտ այն պահին, թեժ պահին, երբ պատերազմը եղավ, մեր միջի դավաճանները սկսեցին թիկունքից հարվածել մեզ։ Սկսեցին գործել Արցախի հանրապետության դեմ, Հայաստանի հանրապետության դեմ, եւ այսօր գործում են։ Եթե մենք ժամանակին լուստրացիա անեինք, այսինքն իլույս բերեինք, գտնեինք նրանց, մեկուսացնենք, քաղաքական ենթատեքստ չեմ ուզում տակ իմ այս խոսքին, ես ընդհանրապես օրինակ եմ բերում, եթե մենք կարողանայինք զանազանել, ավելի ուժեղ կլինենք, ավելի ամուր կլինեինք։ Դրա համար այս շնորհը շատ կարևոր է, հոգիների զանազանության, հոգիների քննության շնորհը շատ կարևոր է, որի համար մենք պետք է աղոթենք։ Որ Տերը այս շնորհով օժտե։ Հովիվները այսօր պետք է աղոթեն այդ շնորհի համար։ Պարզ հավատացյալները պետք է աղոթեն այս շնորհի համար։ Որ Տերը շնորհ է, ոչ թե ինձ տուր, այլ Տեր քո եկեղեցուն տուր, ում կտաս դու որոշի։ Ես չպետք է խնդրեմ, ասեմ ինձ էս տուր, դու ինչ գիտես քեզ ինչա պետք։ Տիրոջը հոգին գիտի, ում ինչա պետք, բայց որ եկեղեցուն դա պետք է, դա ճիշտ է, դա իրական է։ Եվ մենք պետք է աղոթենք, որ այս շնորհը հայտնվի, գա եկեղեցուն, որովհետև այս շնորհի բացակայության պատճառով եկեղեցին շատ է տուժվել։ Այս շնորհի բացակայության պատճառով սխալ ձեռնադրություններ են լինում։ Այս շնորհի բացակայության պատճառով սխալ ձեռնադրությունների արդյունքում սխալ հովիվներ են գլուխ բարձրացնում, որոնք որ Աստծո հոտը մասնատում են, բաժանում են, իրենք շահն են փնտրում։ Եվ այս հոգին չունեցող հովիվներն էլ չեն զանազանում, չեն տարբերակում, ով է Աստծուց, ով Աստծուց չի։ Ինչպես ժամանակին մենք չէինք կարողանում զանազանել, ով որ Ամերիկայից գալիս էր, մեր դռները բաց էր։ Մեր եղբայրներն են, Քրիստոսով եկել են։ Գալիս էին ներսից քանդում էին, մենք չէինք զանազանում, չէինք գիտակցում։ Հիմա էլ հակառակն է։ Այստեղից ով գնում է Ամերիկա, հայրենիքից։ Դե ինչի է գնացել, ինչ նպատակներ ունի, ինչ է խոսում, ինչ է անում, հոգին զանազանելու շնորհը չկա։ Այս պահին միտքս եկավ Ամերիկայի մի եկեղեցի, հայկական եկեղեցի։ Ես հարգում եմ այդ հովին։ Ես ահավոր հարգում եմ, անունը չեմ տա։ Իր ժողովուրդը ասեց ու ինքն ասեց եղբայր մենք մեր բեմը ամեն մարդու չենք տալիս, որտեղից ուզում է գա։ Ամեն մարդու չենք տալիս մենք մեր բեմը։ Դու մեր բեմից չես տեսնի հաճախ ինչ որ հյուրեր քարոզելուց։ Մենք պետք է համոզված լինենք նրա հավատամքի, նրա հավատքի մաքրության եւ իսկության։ Ասի Երանի ես քո խելքին լինեի, ես այդ քո ձև մտածեի, քո շնորհը ունենայի տարիներ առաջ։ Սխալների վրա ենք սովորում։ Դա համար եկեղեցու ժողովուրդը պետք է աղոթի այդ շնորհի, հոգիների քննության, հոգիների զանազանության շնորհի առատ հորդարատ անձրևի նման թափվի իր եկեղեցու վրա։ Ովքեր մի քիչ ճանաչում են, խոսքիցս հասկացան երևի, որ եկեղեցու մասին եմ խոսում, ինչ հովի մասին եմ խոսում։ Օրհնյալ լինի նա։ Մենք պետք է մտահոգվենք, մենք պետք է լուրջ նայենք այս հարցին։ Այս պարգևը ունեցողը չի կարող համակերպվել ստի ու կեղծիքի հետ։ Այս պարգևը ունեցողը ներքուստ չունենալով կարծես երևույթական ապացույցներ, բայց ներքուստ ինչ-որ մի բան վանում է իրեն։ Ներքուստ ինչ-որ մի բան վանում է։ Զգում է, որ իր հոգին հաշտ չէ դիմացինի ոչ ասացի հետ, ոչ դիմացինի հետ։ Հասկանում եք ինչ եմ խոսում։ Որ կանգնես, ասես այ մարդ, ինչ ա եղել, ինչ ա քեզ, ինչ վատություն ա, ոչ մի վատություն։ Ինչ սխալ բան ասել, առանձնապես տենց շատ շոշափելի չի ասացի սխալը։ Բայց ներքին
անհանգստություն, ներքին անհաշտություն, վանում, բայց երբ որ դու ունես այդ իրական հոգին, սուրբ հոգին ունես քո ներսը, եւ այդ շնորհը ունես, եղբայր հանդիպում ես լրիվ ուրիշ կարծես եկեղեցու անդամի, կարծես ներսը մագնեսի պես քաշում է։ Այդ զգացողություն ունեցել եք երբևէ։ Այն օրը այցելել եմ մի քրոջ, որը սրանից մի 20 քանի տարի առաջ մեր եկեղեցու անդամ է եղել, հետո գնաց առաքելական եկեղեցի։ Գնացել եմ, Տիրոջը Տերը սրտիս մեջ դրեց, որ պետք է այցելեմ այդ քրոջը։ Գնացել եմ, գրկել եմ, փաթաթվել եմ, արցունքներով իրար գրկել ենք։ Ու ինձ բացատրում ենք ինչի է գնացել, ասում եմ, ինձ մի բացատրություն տուր։ Տիրոջը մեջ ես, Քրիստոսի մեջ ես։ Ես նայում եմ իր դեմքին, տեսնում եմ իր խաղաղությունն ու իր հաշտությունը Քրիստոսի հետ։ Ինձ համար էական չի, կարևոր չի ինքն դեղա գնացել կամ ոնց եւ այլն։ Ու հետո ինքը սկսեց պատմել, երբ որ ինքը պատմեց, ավելի համոզվեցի, որ այո, Տերն էր արել այդպես։ Ոչ թե այստեղ նեղացել էր ինչ-որ մի բանից, նեղվել էր ինչ-որ մեկից, կռիվ էր արել ինչ-որ մեկի հետ, վարդապետության հետ համաձայն չէր եւ այլն։ Չէ, ինքը նույն վարդապետությունն է գրում։ Բայց իր անձի համար, իր անձի շինության համար եւ իր անձը մոլորությունից, ոչ թե մոլորությունը եկեղեցի գալն էր, իր ներսի կռիվների պատճառով Աստված այնտեղ պիտի տաներ, որ այնտեղ բաներ պիտի ցույց տար, որ ինքը այնտեղ պիտի հասկանար, որ Քրիստոսին պիտի բռնի։ Տերն է գործում, բայց սա արվել է սիրո մեջ, խաղաղության մեջ, հաշտության մեջ։ Եվ իմ քույրն է։ Իմ քույրն է։ Ուրեմն մենք եկեղեցական անվանումների կաղապարի մեջ չպետք է ընդունենք կամ մերժենք մարդուն, որովհետև Աստված իր զավակներն ունի բոլոր համայնքների մեջ։ Բայց միայն հոգին ունեցողն է կարողանում զանազանել որն է Աստծուց եւ որը Աստծուց չէ։ Երկրորդ Պետրոս 2-րդ գլուխ 8-րդ համար կարդամ. Վասնզիային արդարը անոնց մեջ կենալով աչքով տեսնելով ու ականջով լսելով օրը օր արդար հոգին կտանջվեր անոնց անորեն վարքովը։ Ղովտի համար է ասում է նրանց տեսնելով, նրանց կյանքը տեսնելով եւ լսելով, ասում է օրը օր տանջվում էր իր հոգին, իր արդար հոգին տանջվում էր։ Մենք սենց տանջանք ապրել ենք, թե ոչ։ Մի բան, որը որ Աստծուց չի, մի բան, որը որ մեղքով է, մի բան, որը Սուրբ Հոգուց չէ, տանջանք զգում ես, թե չես զգում տանջանք։ Ապրում ես այդ տանջանքը, թե չես ապրում այդ տանջանքը։ Ղովտի համար ասում է, իր արդար հոգին ներքուս տանջվում էր։ Այդ մարդկանց արածները ուղղակիորեն իրեն չէին ուղված։ Օրինք դու ասել ինձ ինչ, իմ գործը չի, գրվածը մի դատիր, որ չդատվես։ Այսօր հիմա բոլորը այդ համարը օգտագործում են։ Հա, այնքան լավ համար է այդ համարը։ Ղովտի համար ասում է, որ իր հոգին տանջվում էր, երբ որ տեսնում էր այդ անօրենությունները։ Դու չես կարող կոմպրոմիսի գնաց, եթե դու հոգիների զանազանությանը շնորհը ունես, եթե դու Տիրոջը հոգին ունես, դու չես կարող ստի, կեղծիքի, սուտ ուսմունքների, սուտ վարդապետությունների հետ համերաշխ լինել։ Չես կարող, չի ստացվում։ Ինչքան էլ քո եկեղեցական շահերից բխի, որ գիտես ինչ, էս ինչ քարոզի չգա ձեզ մոտ, էս ինչ երգի չգա ձեզ մոտ, էս ինչին հրավիրես, այն ինչին ավելի շատ մարդ կգա քո եկեղեցին, ձեր եկեղեցին ավելի կաճի եւ այլն, մի հատ գանես 10-րդի մասին ուսուցում տա, փողերը գա լցվի եկեղեցի եւ այլն։ Գիտես, որ մի բան գիտես, որ հաշտ չի սիրտդ, հաշտ չի հոգիդ, չի լինում, տանջվում ես։ Սուրբ Հոգու շնորհը, այս շնորհը ունեցողը, հոգիների քննության, հոգիների զանազանության շնորհը ունեցողը չի կարող տոլերանտ լինել այն ամենի հետ, ինչը որ Աստծուց չի։ Չի կարող նա, չի կարող տոլերանտ լինել, չի կարող համակերպվել, հանդուրժել, չի կարող, ուղղակի չի կարող, տանջվում է։ Աղոթենք, որ Տերը շնորհը տա, եւ երկրորդ ուրիշ կարևոր մի բան էլ,
որքան դու Աստծո հետ ավելի մտերմիկ հարաբերություններ ունես, որքան քո շփումը Աստծո հետ ջերմ է, հարատև է, այնքան դու ավելի վարժ ես լինում, քո քիմքը վարժ է լինում զանազանելու չարը եւ բարին։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը Եբրայեցիս նամակում։ Եբրայեցիս 5:13-14 Քանզի այն, որ կաթնկեր է, կաթնակեր, արդարության խոսքին անհմուտ է, որովհետև տղա է, այսինքն երեխա, բայց հաստատուն կերակուրը չափահասների համար է, որոնց զգայարանքները սովորությամբ վարժված են բարին ու չարը զանազանել։ Նատ նորից կարդացեք էլի ու հիշեք Հոբի խոսքերը։ Հիշում եք Հոբի խոսքերը։ Միթե իմ լեզվի վրա ասում է անօրենություն կա, սուտ կա։ Միթե իմ քիմքը չի կարող զանազանել չար բաները։ Հիմա տեսեք ինչ է ասում առաքյալը։ Քանզի այն, որ կաթնակեր է, արդարության խոսքին անհմուտ է, որովհետև տղա է, բայց հաստատուն կերակուրը չափահասների համար է, որոնց զգայարանքները սովորությամբ վարժված են բարին ու չարը զանազանել։ Կաթնակեր նշանակում է հավատքի կյանքի մեջ գաջաջ։ Չի աճում, դեռ կաթ է ուտում։ Հավատքի հոգևոր կյանքի այն առաջնային, այն սկզբնական, նախնական գիտելիքներից այն կողմ դեռ չի բարձրացել։ Ինչու՞։ Որովհետև քարոզին գալիս է քնումը, գրառումներ չի անում, Սուրբ Գիրքը չի սերտում, աղոթքի անհատական կյանք չունի, հարցեր չի ծագում իր մեջ, հարցերի պատասխանների հետևից չի գնում, չի ուզում աճի հոգևոր կյանքի մեջ, նույնն է։ Խոսում ես կաթնակերի մակարդակ է։ Աղոթում է կաթնակերի մակարդակ է։ Գործում է կաթնակերի մակարդակ է։ Հմուտ չի կարա լինի, ինքը չի կարող զանազանել։ Չի կարող զանազանել։ Զգայական հողի վրա ապրող հավատացյալները չեն կարող զանազանել։ Չեն կարող տարբերակել։ Որոնք որ եկեղեցի են գնում, փնտրում են այդ զգացական դաշտը։ Եկեք երկրպագենք, եկեք մի ասես ֆոն են ստեղծում զգացական, եւ իրեն դուր է գալիս այդ զգացական դաշտը եկեղեցու։ Որոնք գնան այդ ազդեցության տակ։ Աստծուց անընդհատ ինչ որ բաներ ուզող, ինչ որ տենց փող, օրհնություն, շոր, կոշիկ, գործ, անընդհատ այդ նյութականի համար տիրոջը տուն գնացող անձը կաթնակեր է։ Նա չի կարող այս ինչը որ մենք խոսում ենք, սա չի կարող զանազանի։ Ով Հիսուսի անունը տվեց, հալելույա, մենակ թե ես օրհնվեմ։ Նա չի կարող զանազանել։ Հրաշքներ ակնկալող, հրաշքներ սպասող հավատացյալը, շարունակ հրաշքներ փնտրող հավատացյալը չի կարող զանազանել, որովհետև նրա հավատքը ոգևորվում է, բռնկվում է մենակ հրաշքների դեպքում։ Բա ուր էին այդ հրաշքներ տեսած 5000 հոգին, երբ որ Հիսուսին խաչում էին։ Ուր էին 5000 հոգի։ Նա, որ ձեր աչքի առաջ այս հրաշքը գործեց։ Չէ՞, 5 հացը 2 ձուկը բազմացրեց բոլորը պետք է այս աչքով տեսնողը կթողնի Հիսուսին խաչեն։ 5000 հոգի էլ հետևից կավելացնեին, կգնային, կկանգնեին, չէ՞։ Տեսում եք խաչում։ Չէ՞, հրաշքի դոզան էր թողել։ Կներեք խոսքիս համար։ Հրաշք փնտրողը միշտ ինչ որ բանի տակ է։
Էֆեկտի տակ է, էլի։ Այդ հետո իշտում է, հավատքն էլ է իշտում։ Շարունակությունն ասում է, բայց հաստատուն կերակուրը չափահասների համար է։ Հաստատուն կերակուրը։ Նա ոչ զգացականով է խապվում, ոչ տարբեր մանիպուլյացիաներով է խապվում, ոչ օրհնության խոստումներով է խապվում, ոչ 10-րդ կտած, որ փողերը քեզ շատ գա, այդ մանիպուլյացիայով է խապվում, ոչ հրաշքներ տեսնելու ակնկալիքով է գնում, ոչ դրանով է խապվում, որ այնտեղ բանով ելավ կանգնեց գոռաց ալելույա ասեց ուրեմն ըհը, ստեղ է իսկական Աստված։ Խապում են, շատերը խապում են, 99% խապում են։ Լինում է եզակի դեպքեր, բայց հազվադեպ։ Նա չի ընկնի մեջքի վրա, եթե ինչ-որ մեկը բեմից հանի իր կոստյումը սենց հանի։ Հասկացողները գիտեն ինչի մասին եմ խոսում։ Նա չի ընկնի։ Չէ, Սուրբ Հոգուց հա, այդ քամին Սուրբ Հոգու քամին է, դա սովորական քամի չէ, դա գիտեք ում կոստյումն է։ Հաստատուն կերակուրը հիմա կանգնես իրեն խորը հոգևոր պատգամ, 10 ինքը չի կարանալու լսի։ Տանջվելու է, նստած տեղը տանջվելու է։ 100% բան եմ ասում։ Ես եղել եմ, նայել եմ դեմքներին, տեսնում եմ, որ տանջվում է։ Ես էլ թարս խասյաթ ունեմ։ Ինադու քարոզում եմ։ Թող տանջվի։ Տանջվում է։ Ինքը ուրիշ բան է սովոր։ Ինքը ուրիշ բան է սովոր։ Ինքը հաստատուն կերակուրի սովոր չէ։ Որտեվ չունի հոգիների զանազանության շնորհը պարգևը, չունի։ Նա չի կարողանում հոգիները զանազանի։ Նա ուրիշ բան է ուզում լսի։ Բայց հաստատուն կերակուրը չափահասների համար է, որոնց զգայարանքները սովորությամբ վարժված են։ Ում զգայարանքներն են սովորությամբ վարժված բարին ու չարը զանազանելու։ Ում։ Մեկը կարող է ասել, ես չունեմ հոգուց այդ պարգևը։ Չունես, հաստատուն կերակուրի վրա նստի։ Հաստատուն կերակուր կեր։ Հələ կեր հաստատուն կերակուր։ Կտեսնես ոնց է զգայարանքները սովորությամբ վարժվելու։ Հիմա մարդ կա, օրինակս բացատրեմ, հա, պարզ հասկանալի լեզվով։ Հիմա մարդ կա, գնացել է 7 տարի երաժշտական դպրոց, հետո գնացել է ուսումնարան երաժշտական, հետո գնացել է կոնսերվատորիա, դառել է մի քիչ երաժիշտ։ Մարդ էլ կա, ոչ գնացել է երաժշտական դպրոց, ոչ գնացել է ուսումնարան, ոչ էլ գնացել է կոնսերվատորիա, բայց վատ երաժիշտ չի, այսպես ասեմ։ Հասկանում եք, չէ՞ միտքս։ Մեկը սովորելով, դասը կրկնելով է հասել դրան։ Մեկն էլ շնորհը ունի, ճիշտ է։ Չէ, ունի այդ շնորհը ունի։ Մարդ կա շնորհը չունի, ինչքան ուզում ես դասի նստես հրա։ Չի ստացվում, չի լինում։ Սակայն հնարավոր է։ Հնարավոր է, եթե անգամ այդ շնորհը չունես, տարիների այդ փորձը, այդ շնորհը չունես, բայց եթե դու հաստատուն կերակուրը սիրող ես, փնտրում ես խոսքը, սուրգիքդ նայեն սաղ գծած, նշած, հատվածները, բան, քննում ես, հաստատուն կերակուրը, արդեն մեկը երբ որ գալիս է, ձեզ սկսում է լյալյա կարդալ, կներեք, էլի խոսքիս համար, երբ որ մեկը սկսում է լյալյա կարդալ, տանջում ես ղովտի նման, ինչ ես ուզում ասել մեզ, այդ հաստատուն կերակուրը, կարծես հագեցում ես ապրում, և այս հաստատուն կերակուրին, երբ որ դու վարժվում ես, երբ որ դու սովորում ես, երբ որ դու ուտում ես այս հաստատուն կերակուր, արդեն քո զգայարանները սկսում են կամաց վարժվել, ինչին, չարը և բարին զանազանելու։ Կարողանում ես զանազանել որոմը հասկից, կեղծը ճշմարտությունից, դիվայինը աստվածայինից։ Միթե իմ քիմքը կարող չէ զանազանել չարը, Հոբն ասում է, այո կարող է եղբայր, որովհետև քո քիմքը սովոր է հաստատուն կերակուրի, այդ կաթնակերի քիմքը չի կարող զանազանել։
Չի կարող։ Տերը մեզ իր հաստատուն կերակրով սնի ու դաստիարակի։ Տերը իր շնորհները առատորեն տա մեզ հոգիների քննության եւ զանազանության, որպեսզի կարողանանք այս բազմատեսակ, բազմագույն, այս գունապնակի մեջ կրոնական կարողանանք ինքներս ընտիր լինենք եւ կարողանանք զանազանել այն ընտիրը, այն աստվածայինը, որը որ ճշմարտությունից է, որը որ աստվածայինն է։ Օրհնյալ լինի Տիրոջը սուրբ անունը այժմ եւ միշտ եւ հավիտյան դարերում ամեն։ Աղոթենք։ Օրհնյալ մեր Սուրբ Հայր, փառք, պատիվ եւ գոհություն քեզ Տեր, շնորհակալ ենք Սուրբ Հոգուտ համար, որ մեր մեջ ներկա է, շնորհակալ ենք մեր սրտերին խոսող խոսքիդ համարով Տեր, որ ամեն կյանքի իրավիճակի մեջ ունես պատգամ մեզ ուղած եւ սովորեցնում ես մեր ականջները խոնարեցնել եւ լսել քո ձայնով Տեր։ Լսելը թող վերարտադրվի ով Տեր, կյանքի վերածվի, որ կարողանանք զանազանել, կարողանանք ինքներս էլ քարոզելով խոտելի չգտնվենք ով Տեր։ Ողորմիր Տեր Աստված, քո հոտը պահիր ու պահպանիր Տեր, մանավանդ այս վերջին օրերում, այս չար ժամանակներում ով Տեր, քո հովանու ներքո արտեր, քո թևերի ներքո արքո ժողովրդին, քո ընտրյալ զավակներին ով Տեր։ Կյանքի տարբեր փորձություններն ու գայթակղությունները թող չշեղեն մեզ քեզանից ով Տեր։ Հապա ավելի ու ավելի Տեր, տեսնելով այն ինչ որ կատարվում է աշխարհում, ավելի մոտենանք քեզ, ավելի ճանաչենք քեզ, ավելի սիրենք քեզ, ավելի փնտրենք քո փառքը Տեր, ավելի ծառայենք այդ փառքիդ ով Տեր։ Օրհնիր եկեղեցի Տեր Աստված, խնդրում եմ հասուն հաստատուն կերակուրի սովոր քրիստոնյաներ հանիրով Տեր, քեզ սիրող, քեզ նվիրված ով Տեր, որ ոչ թե աշխարհային բարիքների եւ բարքերի ետևից գնանք, այլ հոգեվորի, հավիտենականի, մնայունի ով Տեր, որովհետեւ աշխարհս էլ կանցնի ու նրա ցանկություններն էլ կանցնեն, բայց միայն քո կամքը կատարողն է, որ հավիտյան պիտի մնա։ Ուստի սովորեցնում ես քո կամքը կատարել ով Տեր։ Խաղաղությանդ մեջ պահիր Տեր մեր երկիրն էլ ով Հայր, սատանայի այս տարատեսակ ծրագրերով Տեր ազգից դեմ ուղված ով Տեր, դու խափանիր, պահապան եղիր եկեղեցուդ ով Տեր հայրենիքի մեջ Տեր, դուր որ այն ճշմարտության կրակը ջահը վառ պահի ով Տեր միշտ մեր երկրում։ Աղոթում եմ Տեր չարչարված մարդկության համար աշխարհի տարբեր ծագերում ով Տեր։ Պատերազմների դաշտում ով Տեր Աստված, զոհվող, մեռնող մարդկանց համար ով Տեր, ողորմություն արա, խափանիր չարի գործերով Տեր, եւ որևէ մեկես աշխարհից չհեռանա առանց քեզ ճանաչելու, առանց քեզ հետ հաշտվելու։ Մխիթարիր Տեր Աստված սքավորներին եւ քո ողորմությունը շնորհիր։ Հիսուսի սուրբ ու պատվական անունով եմ խնդրում, որ հավերժ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։